Ինչ Եմեն ուզում է Հայաստան ուղարկել չփաստաթղթավորված միգրանտներին, եկեք նայենք փաստերին։ Մի քանի օր անց հայկական մամուլում տարածվում է ինֆորմացիան, թե իբր Իտալիան Եմենին առաջարկելու է Հայաստանում ստեղծել միգրանտների վերադարձի հաբ կամ հանգույց։ Այս լուրը իհարկե շատերին անհանգստացրեց, հիմա եկեք նայենք, թե ինչ է եղել։ Հայկական մամուլը այս ինֆորմացիան վերցրել է տարբեր իտալական թերթերից, մասնավորապես իտալական Corriere della Sera-ում հրապարակված հոդվածից, որում պնդում կա, իբր Իտալիայի կառավարությունը Հայաստանը աֆրիկական մի շարք երկրների հետ դիտարկում է որպես այս կենտրոնների ստեղծման վայր։ Եվ իբր դա պաշտոնապես առաջարկելու է միգրացիոն հարցերով Եվրահանձնաժողովի հանդիպման ընթացքում։ Ուրեմն, իսպանական Սեուտայում ստեղծված ճգնաժամի ֆոնին 3 տեղի ունեցավ ԵՄ անդամ երկրների ներքին գործերի հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաների հրատապ կոնֆերանս։ Չնայած Իտալիայի ու Իսպանիայի միջև եղած լարվածությանը, ԵՄ անդամ երկրները այնուամենայնիվ կանգնեցին Իսպանիայի մեջքին եւ աջակցություն ցույց տվեցին գոնե այս պահին։ Հրատապ հանդիպումից հետո ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները շատ կարճ ընդհանուր խոսեց իրավիճակից ու մի քանի հարցի պատասխանեց։ Ես հետևել եմ եւ մամլոասուլիսին եւ պաշտոնական հայտարարություններին ու այդ հանդիպման ընթացքում Հայաստանում միգրանտների վերադարձի կենտրոն բացելու մասին հստակ առաջարկ չի հնչել։ Սրա մասին գրել է նաև Factory-ից իմ գոլեգան, որը ինպես Բրյուսելում է, նա հարցրել է Եվրահանձնաժողովի խոսնակին, որը հաստատել է սա։ Այսինքն հստակ առաջարկներ դեռ չկան, բայց ԵՄ-ն պատրաստ է քննարկել եւ գնահատել, եթե դրանք լինեն։ Արդյոք Իտալիան նման առաջարկ կանի։ Ժամանակը ցույց կտա ու արդյոք Հայաստանի կառավարությունը կհամաձայնվի։ Սա արդեն լրիվ ուրիշ հարց է։ Երեք նաև ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել եւ առաջարկներ չեն արվել։ Փաստերը ասում են, որ մոտ ապագայում նման զարգացումներ ըստ երևույթին չեն լինի։ Իմիջիայլոց ապօրինի միգրանտներ տերմինը հեչ, լավ եւ ընդունված եւ զգալի տերմին չի, ավելի ընդունված է ասել եւ ավելի մարդկային է ասել չփաստաթղթավորված միգրանտներ, որովհետեւ խոսում ենք մարդկանց մասին, իսկ մարդիկ ապօրինի չեն լինում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, մինչ